Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կանադայի իր պաշտոնակից Անիտա Անանդի հետ հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր է քննարկել։ Նա ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Անդրադարձ է եղել նաեւ Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում Հայաստանի կառավարության ցուցաբերած մարդասիրական օժանդակությունը։ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառմամբ հայտարարել է, որ նրանք, ովքեր ՀԵՑ աշխատակիցներին կպարտադրեն մասնակցել հավաքների, կդատապարտվեն։ ՀԵՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Դրանք, ովքեր ՀԵՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ ՀԵՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա, հայտարարել է Փաշինյանը։ Ադրբեջանում կալանավորվել են Ռուսաստանի մի խումբ ձերբակալված քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց առցանց ապօրինի շրջանառության եւ կիբերհանցագործության մեջ։ 8 ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանքը։ Հրապարակված կադրերում դատարան բերված ռուսների դեմքերին դաժան ծեծի հետքեր կապտուկներ են։ Ըստ ռուսական կողմի ձերբակալվածներից մեկը ծրագրավորող Անտոն Դրաչևն է, այրո առցանց ծառայության համասափականատերն ու գործադիր տնօրենը։ Երկրորդը ենթադրաբար Սանկտ Պետերբուրգից 30-ամյա ծրագրավորող Դմիտրի Բիզուկլին, երրորդը 23-ամյա Սերգեյ Սաֆրոնովն է Չիրիպովեցից։ Ֆրանսիայի նախագահը 2022 թվականից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրանից առաջ եւ հետո Էմանուել Մակրոնը զրուցել է նաեւ Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Պուտինի հետ քննարկման բովանդակության մասին տեղեկացնելու համար։ Մակրոնի գրասենյակը տեղեկացրել է, որ շուրջ 2 ժամ տևած զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի եւ խաղաղ բանակցությունների մեկնարկի օգտին։ Նա նաեւ ընդգծել է, միայն Ուկրաինան կարող է որոշել տարածքային զիջումների գնալ, թե ոչ։ Կրեմլի հաղորդմամբ էլ Պուտինը շեշտել է պատերազմը արևմուտքի քաղաքականության ուղիղ հետևանքն է, որը ըստ նրա վերջին տարիներին անտեսել է Ռուսաստանի անվտանգային շահերը։ Միացյալ Նահանգները դադարեցնում է նախագահ Ջո Բայդենի ղեկավարման ժամանակ Ուկրաինային խոստացված որոշ զինատեսակների մատակարարումը։ Ըստ Սպիտակ տան փոխխոսնակի Պենտագոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամերիկյան պահեստները զգալիորեն նվազել են եւ այս որոշումը կայացվել է Ամերիկայի շահերն առաջնահերթ համարելու սկզբունքով։ Զենքի մատակարարումների կասեցման որոշումը կայացվում է այն ժամանակ, երբ ըստ ուկրաինական պաշտոնյաների Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ամենալայնամասշտաբ օդային հարձակումն է իրականացնում։ Իսրայելն ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ ընթացքում նրա խոսքով կաշխատեն կողմերի հետ պատերազմին վերջ դնելու համար։ Վերջնական առաջարկը կներկայացնեն կատարցիներն ու եգիպտոսցիները, որոնք շատ են աշխատել խաղաղություն հաստատելու համար։ Միաժամանակ Թրամփը զգուշացրել է պաղեստինյան Համասին, իրավիճակը միայն կվատանա, եթե չընդունի Իսրայելի հետ հրադադարի վերջին առաջարկը։